Շուրումուր են գալիս անընդհատ իրար փնտրում 44-օրյա պատերազմում զոհված Միշայի նորածին եղբայրները։ Երկվորյակները դեռ 7 օրական են։ Մեկ շաբաթ առաջ է փոքրիկ Միշան Սարգսի հետ նորից ժպիտ բերել ծնողներին։ Առաջինը ծնվել է Սարգիսս 2 կիլո 300 գրամ քաշով, հասակը 47 սանտիմետր, ճիճով, նորմալ, առողջ բալի։ Երկրորդը ծնվել է Միշս 2 կիլո 700 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, առողջ բալիկ։ Առողջ են, մի քիչ էլ քաշ են հավաքել Ախուրյանի ծննդատանը։ 41 տարեկան կին, դժվարությունների մեջ անցած, բայց իր կամքը, իր ուժը այնպես թույլ տվեց, որ այդ ամբողջ հղիությունը ընթացավ շատ հարթ ու շատ լավ։ Շուրջ 2 տասնամյակ այս ծննդատան մանկաբարձն է Վահան Տոնիկյանը, ասում է երկար սպասված անհաշվելի ծնունդներ են եղել այստեղ, բայց ամիսներ առաջ ինքն էլ ծնողների հետ ուրախությունից լալիս էր, երբ պարզել էին, որ հերոսացին Արմինեն երկվոյրակ է լույս աշխարհ բերելու։ Առաջ անգամ երբ որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսա, ճիշտ ասած սկզբից չհավատացի։ Ինձ թվաց թե երևի ես սխալվում եմ, որ զույգ բեղություն եմ տեսնում, երևի թե այդ բային 3-ը հուզվեցինք, որովհետև այդքան սպասված վիճակ ու զույգ բդուղ ու երկու երեխան էլ աճում են նորմալ։ Սարգիսն ու Միշան հիմա ավագ քույրերի գրկում են, տոնական հագնված են, մի քիչ նվնվալով տուն են գնում։ Տղաների հոր մի աչքում արտասուք է, մյուսում ուրախությանը չափ չկա։ Որդիներին գրկած ծննդատան երկար միջանցքով քայլում է, շշուկով աղոթում։ 2020-ից Միշային են սպասում բոլորը։ Սարգսի հետ է գալիս փոքրիկ շիկահերը։ Տատն է դիմավորում առաջինը։ Միշս է։ 2020-ի հունվարին էր բանակ զորակոչվել ավակ Միշան, կյանքի չափեր երկու քույրերին սիրում ու երազում, որ եղբայր էլ ունենա։ Ինքն էր որոշել, որ Սարգիս են կոչելու եղբորը։ Միշը գնաց Սարգսին հետը վերեց։ Եթե ես հողին խառնեմ ջուր կստանամ ցեխ, եթե ալուն եմ խառնել, ուրեմն հայրենիքն զիմար սրբություն է ու թող բոլորի համար դառնա, որտեվ այսօր սա դու գեղձիկի մեջ չեն կրնավորել։ Մանավանդ այս երեխեքի արնան վրա ով խարախճանք է կատարել, իրանք ես չեմ բարես չեմ գտնի, բայց ժամանակը ցույց կտա։ Աստծո պարգևներն են տղաները, համոզված է Սեդրակը։ Միշը սպարտադրեց ինքը ամեն մրցումներից էր տալուց, ինքը միջով չմերներ եկեղեցի ուշնություն չստանաց չէր էշտա։ Ես չեմ գիտեցի, ես գիտեցել եմ թե մենակ ով վառելով է, բայց չէ։ Այստեղ են մեծանալու երկվորյակ եղբայրները, ավակ եղբոր հայացքի առաջ։ Բոլորից կլսեն, թե ինչքան բարի էր Միշան ու ինչքան էր սիրում հայրենիքը։ Իրանց եղբայրը չափազանց հայրենասեր է եղել, բայց իրանց նույնը խորհուրդ չեմ տա։ Մի քիչ թող քիչ սիրեն հայրենիքը, ի տարբերություն մեծ եղբոր։ Ջրականում է զոհվել Միշան 2020-ի հոկտեմբերի 16-ին, 10 ամիս էլ չկար բանակում էր, հմուտ տանկիստ էր, իր գործն ու մարտական առաջադրանքը լավ գիտեր։ 26-ի գիշերն է զանգարել, որովհետև 27-ին փոքր քույրիկից ծնունդներ, եղբայրը զանգեց, տեսավ տորտը, ամենաերկար զանգն է եղել, տեսազանգով, բոլորս տանն էինք, բոլորի հետ խոսեց, ու 27-ի առավոտյան իմացանք պատերազմի մասին։ Տուն գալուց հետո հաջորդը եկեղեցի կգնան երկվորյակ տղաները։ Միշային ու Սարգսին Շիրակի դեմի առաջնորդն է մկրտելու, հույս, հավատ, սեր են ստանալու, որ երբեք չկորցնեն։ Հայրը նորից է գտել։ Ես իմ հայրենիքիս մասին ես էլի կսեմ։ Ես իմ տեղեկս առաքելություն ունեմ Հայաստանի Հանրապետության համար։ Ուզում Հայաստանը տեսնեմ ուժեղ։ Ալբերտ Սրոփյան, Արթուր Մելիքյան, Հայլուր։